Ողջույն իմ սիրելի հետևորդներ, եւ այսպես ձեզ հետ կոդ բալանսն եմ եւ ես Արմինե Գրիգորյանս, նեյրոֆիզիոլոգ, շնչառության եւ էներգիայի ու ռեսուրսի վերականգնման մասնագետ, ով իր գործունեությունն է սկսում հատուկ հրավիրելով նոր հյուրեր մեր նոր հաղորդման շրջանակներում։ Կոդ բալանս։ Եվ այսօր ուզում եմ խոսել, թե ինչպես ենք վերաբերվում մեր կյանքի տարբեր ոլորտերին ու հատուկ հրավիրել եմ հյուր Մարինե Գևորգյան, նուտրիցիոլոգ, դիետոլոգ, եւ խոսելու ենք մարմնի արձակած ազդանշանների մասին։ Ինչպես է մեր օրգանիզմը տալիս մեզ նշաններ, բայց ցավոք մենք առաջին ազդակները չենք ընկալում։ Եվ միայն երբ այն սկսում է գոռալ, ճչալ, նոր դիմում ենք մասնագետի։ Ողջույն Մարինե, սիրով ուզում եմ ներկայացնել քեզ մեր լսարանին եւ սկսենք խոսել այն ազդանշանների մասին, որոնց դու որպես մասնագետ, նուտրիցիոլոգ, դիետոլոգ եւ մարդով զբաղվում է կանանց հետ եւ իհարկե տարբեր տարիքային խմբերի, ինչ հարցերով են առավել հաճախ քեզ դիմում։ Շնորհակալություն Ռավերի համար Արմինե ջան, ուրախ եմ հյուր լինել։ Եվ ասեմ, որ շատ աղջիկներ, կանայք, նույնիսկ երեխաները դեռահասության տարիքում, որ դիմում են ավելի շատ էներգիայի պակասից, հոգնածության, ալերգիայի, մազաթափության եւ ընդհանրապես թուլությունների հետ կապված շատ խնդիրներ, որ լինում է եւ իհարկե հորմոնալ խնդիրները նույնպես։ Այո, բայց նաև շատ հաճախ որպես դիետոլոգ երբ բառը լսում ենք, պատկերացնում ենք, որ պիտի դիմեն դիետաների հարցով կամ նիհարելու համար, այնց մոտ էլ երբ գալիս են մեր այցելուները, հիմնականում ասում են, իսկ ինչ խորհուրդ կտաք ուտել, հա, այսինքն այսօր այս բառ ճիշտ սննդակարգի հետ կապված, մի կողմից դարձել է մոդայիկ, մյուս կողմից մարդկանց թվում է, թե միայն սնունդը բավարար է իրենց հարցերը լուծելու համար։ Իհարկե կան մարդիկ, ովքեր սիրում են դեղահաբեր, մարդիկ կան կատեգորիկ չեն խմում դեղեր եւ դրանով էլ գլուխ են գովում, որ մենք դեղեր չենք խմում ընդհանրապես։ Կան մարդիկ, ովքեր իրոք լուրջ զբաղվում են այսօր, գիտեք, համացանցը տալիս է մեզ բավականին լուրջ ինֆորմացիա առողջ սննդակարգերի մասին, ճիշտ ապրելու մասին, բայց ցավոք մարդիկ ոչ ճիշտ ժամանակին են դիմում։ Այո, ուշացած են լինում։ Շատ խնդիրների համար դիմում են օրինակ քաշի, երբ որ արդեն իրենք փորձել են շատ տարբեր մեթոդներ եւ քաշը չեն կարողանում միջեցնել, բայց կամ ավելացնելու հետ կապված քաշի ավելացման ծրագրերի, որոնք որ զուգակցվում են եւ զուգահեռ ունենում են խնդիրներ, օրինակ ալերգիաներ, մազաթափություններ, այսինքն այդ բոլոր մեթոդները փորձարկած են լինում, ինչպես նաեւ դետոքս կամ դիետաներ կամ ինչ որ մոդայիկ նմանատիպ դիետաներ հենց բունդ դիետաներ են կիրառում առանց հասկանալու դրա իմաստն ու նպատակը։ Այսինքն դիետան բառել կա, ասում են ճիշտ սննդակարգ ոչ թե դիետա։ Այ մարդիկ կարող է չհասկանան ինչու՞մ է տարբերությունը։ Տեսեք, դիետան ինքը իրենից բառը նշանակում է սահմանափակում։ Սահմանափակել ինչ որ մի մթերքների խումբ դա պետք է լինի հատուկ լաբորատոր անալիզներով հաստատված, բժշկի կողմից հաստատված դիագնոզով, հա, որոնք որ չի կարելի օգտագործել, դա ինչ որ կյանքի որակին կամ կյանքին վտանգ է սպառնում։ Դա կարող է լինել հստակ դիետա։ Կամ լինում է սուր խնդիրների դեպքում, օրինակ աղեստամոքսային տրակտի, խոցերի կամ վիրահատություններ, կոնկրետ դրանք, որոնք որ բժիշկը կարճաժամկետ նշանակում է կոնկրետ ինչ որ սահմանափակում մթերքների կամ ուղղորդում է սննդի պատրաստման, սրանք դիետաներն են։ Իսկ մարդը իրավունք չունի դիետա պահպանի ինքնուրույն, որովհետև դա իր օրգանիզմին շատ լուրջ վնաս է տալիս, որտեղ բոլոր սննդանյութերը մենք պետք է ստանանք սննդից։ Այո, պետք է ստանանք սննդից բոլոր տեսակի տարբեր խմբի մթերքներ օգտագործելուց։ Ու բալանսը արդեն այստեղ առողջ սննդակարգ եւ դիետա իրանք կատեգորիկ տարբեր հասկացողություններ են։ Առողջ սննդակարգը դա բալանսավորված սննդակարգն է, որտեղ որ պետք է լինի կախված տարիքից, սեռից, խնդրի լուծումից եւ ֆիզիկական ակտիվությունից, այստեղ արդեն պետք է լինի սպիտակուցների չափաբաժինը ճիշտ, որպես կանոն հիմնականում ճարպերը մնում են նորմայի սահմանում, ինքը անփոփոխ է լինում բոլոր առողջ սննդակարգերի մեջ։ Ես որպես ֆիզիոլոգ եւ շնչառության մասնագետ ասեմ, որ
ճարպը համար մեկն է, այն էլ ճիշտ կենթանական ճարպը թոքերի աշխատանքի գլխուղեղի, նույնիսկ խոլեստերինի դեմ պայքարի եւ հորմոնալ ֆոնը ապահովելու համար։ Բայց ես հիմա ասեմ, ես հիմա լսում եմ սննդակարգ սպիտակուցներես, հա, ես ինքս որպես զբաղված մարդ միշտ ասում եմ, ես ժամանակ չունեմ այդ սննդակարգին հետևելու իմ համար, էս ընտրելու, էս հաշվելու, էս գրելու, դրանով կարող եմ միայն պարապ մարդը զբաղվել։ Կան այնպիսի սննդակարգեր, որ կարելի է ինտեգրել մեր կյանք առանց գլուխը ցավացնելու, թե ժամանակ չունեմ։ Այո, իհարկե, դե սովորում ենք ընդհանրապես սննդակարգի բազան տարերը եւ դրանից հետո արդեն կողմնորոշում ենք այնտեղ եւ ես իմ ուղեկցության ծրագրերում ունեմ նաեւ առողջ ապսեի սկզբունքի բալանսավորման ձեռքի ափի մեթոդի չափման տարբեր տեսակի մեթոդներ կան որտեղ առօրյայում արա կողմնորոշումից չափորոշում 150 գրամ միս 200 գրամ սա եւ այլ ես հաստատ չեմ անի մի հատ էլ ստրես կտանեմ դրանից նաեւ համաձայն եք այն մտքի հետ որ այսօր մարդկանց մեծ մասը ունի քրոնիկ խնդիրներ քրոնիկ բորբոքումներ, քրոնիկ հիվանդություններ։ Այդ դեպքերում օրինակ մենք ինչ պետք է խորհուրդ տանք սնվելու համար։ Հիմա ասեմ, եւ քրոնիկ բորբոքային վիճակների եւ ավել քաշի հիմնական պատճառը լինում է սպիտակուցի պակասը։ Որովհետև սպիտակուց այո, որպեսզի կարողանա օրգանիզմը ունենա հակամարմիններ եւ նաեւ հորմոնալ խնդիրների իհարկե նաեւ ֆերմենտատիվ եւ մկանների հետ կարողանանք ճիշտ աշխատել եւ նիհարել նյութափոխանակությունը կարգավորել այստեղ պետք է ուշադրություն դարձնենք մեր սննդակարգում բավարար սպիտակուցի քանակի տեսակները տարբեր կարող ենք ընտրել ելնելով խնդրի լուծման հա նախընտրությունից նաեւ բայց բալանսը պետք է պահենք հենց թեր սնում հասկացողություն կա իհարկե կմտածենք որ ավել քաշ կա ինչ թեր սնումա մասին է խոսքը շատ լավ ուտում են, բայց թերսնում է։ Այցելուներն ասում են, գիտեք, օրվա մեջ բան չեմ ուտում, բայց որովայնս վքնած է, բայց քաշս չի պակասում։ Ես իհարկե այդ ամբողջ վիճակագրությունները նույնպես հետևել եմ իմ փորձի ընթացքում, ես ինքս եմ միշտ ունեցել քաշի խնդիր, միշտ իջել եմ, բարձրացել, թեկուզ իմ շնչառական մարզումներով սկսել եմ այրել ճարպը։ Որոշակի տարիք կա, երբ հեշտ է իջնում, որոշակի տարիք կա, երբ սկսում է հորմոնալ կարելի ասել հա կլիմաքսային շրջաններ տարիքային փոփոխություններ, որ շատ դժվար է կարգավորել եւ ի վերջո կա նաեւ այսօրվա շատ տարածված մի խնդիր կամ որ ասում են փսիխոսոմատիկ է, այսինքն հոգեբանականից է շատ ժամանակ ասում են, չէ, ճարպը ստրեսի ժամանակ պաշտպանական միջոց է կամ երբ որ դու անցնում ես ղեկավար պաշտոնների, որպեսզի դու ավելի ազդեցիկ տեսք ունենաս, քաշ ես հավաքում, ճարպ ես հավաքում, հա, ինչ որ Հայաստանում է, հա, որ կերած խմած փորով տղամարդիկ ուրեմն փող ունեն, ուրեմն կայ ունեն կյանքում։ Կա այսպիսի ինչ որ կապ ձեր կարծիքով փսիխոսոմատիկ ու մարդկանց ուտելու, սնվելու ռեժիմների ու տիպի մեջ։ Որպես նուտրիցիոլոգ ասեմ, որ գոյություն ունի սննդային վարքի խանգարման տարբեր դրսևորումներ, հենց այդ դրսևորումը, որ ավելի մեծ փոր ունեն կամ ավելի գեր են, այդ դեպքում համարվում են ավելի կուշտ հասկացողությամբ, դա եղել է հետպատերազմական սովի հետևանքով, այո, եւ այդ ձևավորվել է, որ մարդիկ նիհար են, ուրեմն հաց չունեն ուտելու եւ հյուսվածությունը եւ այստեղ առողջ տեսքը կարողացել են այսպես տարբերակել եւ այդ կարծրատիպերը, որոնք որ ներկա ժամանակակից մարդու համար հանգիստ պայմաններում դա կարող է առողջական խնդրի ազդակ լինել, մեր մոտ դեռևս նստած է մեր մտածելակերպում, բայց հիմա շատ մարդիկ արդեն փոխվել են մոտեցումները։ Այսօր առողջ, ճիշտ մարզված կեցվածքը դարձել է իհարկե նաև հարստության եւ կայացած բիզնեսում անձնավորության տիպաժ, շատերն են ձգտում չէ կուբիկներին, որովայնի վրա ավելի դիսցիպլինայի մոտ, ավելի բալանսի բերված։ Այո, իսկ ինչ կասեք էներգիայի մասին, հա, ինչպես ենք վերականգնում մենք մեր էներգիան սննդամթերքների օգնությամբ կամ օրինակ կան սննդամթերքներ, որոնք սպառում են մեր էներգիան եւ կան արդյոք սննդամթերքներ, որոնք վերականգնում են էներգիան։ Ես գիտեմ ընդհանրապես իմ առումով ֆիզիոլոգիայի որտեղից ստեղծեմ էներգիա, բայց դուք ձեր իհարկե նկատառումները կուզենայի լսել։ Այո, կան մթերքներ, որոնք որ
Դժվարամարս են, այ ուղղակի, տեսեք, երեկոյան ժամերին եւ որ արդեն շատ ծանր միս են ուտում, հատկապես կարմիր միսը, եւ համադրում են իրենք հացեղենի հետ մեծ քանակությամբ, շատ տապականները, ճարպի, հատկապես կենթանական ճարպի շատ օգտագործումը ընթրիքին, ինքը ավելի է ծանրացնում մարսողական համակարգը եւ իհարկե մենք գիտենք, որ երեկոյան ժամերին, հատկապես 10-ից հետո, մարսողական համակարգը մոտապես 50-ից ավել տոկոսով սկսում է դանդաղել։ Եվ այստեղ այո, պայը պատրաստելու քնելու ժամանակ ամբողջ գիշեր օրգանիզմը չգիտի քնի արտադրի հորմոններ, որպեսզի առավոտյան էներգիա ունենաք, թե այդ ամբողջ ռեսուրսները ծախսի ձեր սնունդը, այսպես ասած, վնասազերծելու համար ձեզ համար, եւ այդտեղ արդեն արթնանում են եւ այտուցներով եւ հոգնած եւ նաեւ ասեմ գլխացավերով, այո, եւ բացի դրանից սկսում արդեն ալերգիաները, այո, եւ ալերգիաների բորբոքային, հա, այդ մաշկային խնդիրներն է սրվում, այդ դեպքում նույնպես մաշկային խնդիրները սրվում են։ Ու դրա համար շատ կարևոր է, որ բալանսը սկսեն առավոտյան։ Այսինքն մենք նախորոք պետք է առավոտյան հասկանալ, ասում եմ, ես ընթրիք էսպես եմ ուտում, բայց ամբողջ օրվա բալանսը պետք է ճիշտ լինի։ Դժվար է այդ նույն առողջ չափաբաժինները ուտել 1 կամ 2 սննդընդունման ժամանակ։ Եւ այստեղ մի քիչ գերադասել է նաեւ բուսական ծագման սնունդը։ Իհարկե, ցանցահեղաթով, մակրով, սորբենտային, վիտամինային հագեցված, այդ ամբողջը պարզ է այսօր, որ մարդիկ սիրում են այսօր։ Ես նույնիսկ միշտ ասում եմ, ձեր ափսեն պետք է ունենա գույներ, առատ, վառ, չէ, կանաչ, կարմիր, եւ այդ դեպքում դուք գրեթե բոլոր երևի վիտամինային բաղադրիչները ստանում եք։ Բնական է, որ մենք ունենք պարզ ու բարդ ածխաջրեր նաեւ եւ պարզ ածխաջրերը, հա, շոկոլադը, քաղցրը արագ թվում է, սուրճը էներգիա տվեց, բայց նույն արագությամբ ավելի բարձր ինսուլինային տատանում, այնտեղ եւ տալիս է տատանում ինսուլինային եւ դիաբետիկների համար դա վտանգավոր, այսինքն այստեղ եթե ունենք այդ խնդիրը, մի քիչ ավելի պետք է մի ընդունման ժամանակ այդ ձեր ասած գույները եւ բազմազանությունը ապահովել։ Եթե չունենք այդ նմանատիպ խնդիր, կարելի է օրինակ առանձնացնել այդ գույները, բայց ամբողջ օրվա մեջ օգտագործել գույները։ Ինքը նաեւ բավականին հաճելի է այսօր գեղեցիկ է, շատ համեղ է, չի նշանակում դիետա սրանից զրկել, չուտել եւ այլ։ Եվս մի բան, որ մենք հաճախ այսօր նկատել ենք այ հատկապես վիրուսներից հետո, ես դա նկատել եմ COVID-ներից հետո, քանի որ շատ եմ զբաղվել շնչառական վերականգնումներով, ըստ որում շնչառությունը սիրելիներս համար առաջին սննդանյութն է մեր գլխուղեղի եւ բոլոր օրգանների համար։ Այո, ես ասեմ, որ շատ դիմում են ինձ երկաթդեֆիցիտային կամ անեմիաների հետ կապված խնդիրներով եւ այստեղ ասեմ, բացի երկաթի պրեպարատը կամ մսամթերքի սննդային պրոտոկոլի ամենակարևորագույն գործոններից մեկը, որ այդ երկաթը թեկուզ ընդունած կլինի հաբի տեսքով թե ուտելիքի, պետք է ինքը անպայման ունենա իր ուղեկցող թթվածինը։ Եթե թթվածին չի լինում, իհարկե այստեղ խնդիր է լինում։ Այո, մենք ունենք շատ պարզագույն մի նույնիսկ օրգանիկ մեր բջջի ներսում, դա միտոքոնդրիումն է, սիրելիներս, որը պետք է ձեր ընդունած սնունդը վերածի էներգիա, այսինքն ինչ կերակ, շաքար, հա, եթե սպիտակուցները դառնում են ավելի կառուցվածքային միավոր, ֆերմենտներ, մարսողականի, հորմոնների եւ այլի համար հիմք, ապա ածխաջրերը եւ ճարպը էներգիայի աղբյուր։ Նրանք գալիս են, որ այրվեն, որ դուք ստրեսի ժամանակ կարողանաք ուժ ունենալ, շարժվել, վազել, հարվածել, կամ հակառակը, որ դուք էներգիա ունենաք մտավոր աշխատանքի, ֆիզիկական աշխատանքի, այսինքն ամեն ինչի համար այսօր պետք է էներգիա ճիշտ կուտակվող էներգիա եւ ճիշտ վերականգնող։ Ես լրացեմ, շատ են նաեւ այստեղ մեղադրում ածխաջրերին, բայց իհարկե մեր կարևորագույն այ էներգիա որ չեն ունենում, պետք է ճիշտ ածխաջրերով, դրա համար պետք է նաեւ սննդային ռեժիմ ճիշտ ունենան, որ բարդ ածխաջրերը եւ բջջանյութով հարուստ ածխաջրերը օգտագործեն, որ կարողանան էներգիա ունենան։ Իսկ եթե էներգիա չեն ունենում, բնականաբար ձգտում են արդեն բարձրացնել։ Սովնից մեծ մասը չհասկացավ ինչ էր բարդ ածխաջուրը։ Բարդ ածխաջուրը հատիկա ծավարեղենը, բանջարեղենները, մեր ամբողջահատիկից հացը հենց թեկուզ, ոչ թե սպիտակ։ Այստեղ տարբեր տեսակի կամ հացը մեր թշնամին չի։ Չէ, իհարկե, եթե առողջ մթերք է, իհարկե պետք է օգտագործել։ Շատ լավ։ Եվ հիմա եկեք հասնենք այս մեր կյանքի
բալանսին, հա, ինչու ենք խոսում, տեսեք, անընդհատ ծննդի բալանսավորում, քնի ռեժիմ, ֆիզիկական ճիշտ բալանս, հա, եւ հիմա եկեք հասկանանք ինչ է նշանակում կյանքի ոլորտների բալանս։ Հիմնականում նշում են տարբեր ոլորտներ, եկեք այսօր կանգ առնենք մի քանիսի վրա, իհարկե գոյություն ունեն հատուկ այսպիսի աղյուսակներ, որոնցով կարող ենք յուրաքանչյուրս հաշվել մեր բալանսը կա արդյոք կյանքում թե չկա։ Հիմա որ ես թվեմ եւ հարց տամ, շատերս հասկանալու են։ Եկեք մեր սիրելի հյուրին նույնպես տանք, որպեսզի լրացնի։ Եվ լրացնելու ենք մեր համար աղյուսակ կյանքի որ ոլորտներով ենք մենք զբաղվում մեր օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, կյանքի ընթացքում։ Առաջին տեղում իհարկե մենք պիտի նայենք առողջություն, հա։ Հետո միշտ գալիս է փողը։ Տեսեք, չգիտես ինչու իրար հետևից են կանգնած։ Հետո գալիս է մեր կարիերան, աճը։ Գալիս է ուսուցում, զարգացում, գալիս են սեր հարաբերություններ, գալիս են զբաղմունք, հանգիստ, կյանքի վառ կողմերը ընկալելը եւ վայելելը, տունը, հետո ընտանիքը եւ ընկերները։ Իհարկե կան նաեւ տարբեր մոտեցումներ, այսօրվա մեր աղյուսակը կազմված է ահա այս բալանս հատվածներից 8։ Եվ տեսեք, այս աղյուսակը 10 բալային սիստեմով հաշվարկում ենք, թե մեր կյանքի որ ոլորտին մենք ինչքան ժամանակ ենք տրամադրում։ Ինչքան ռեսուրս ու էներգիա ենք տրամադրում, ինչպես ենք կարողանում հանգստանալ, ինչպես ենք կարողանում կյանքը վայելել, այդ գունեղությունը զգալ, ինչքան ժամանակ ու ռեսուրս ենք տալիս մեր առողջությանը, եւ իհարկե ինչքան հարաբերություններին ու ինչքան կարիերային, փողին, աշխատանքին։ Եվ եթե 10 բալանոց սիստեմով, հա, եթե ամբողջ ժամանակը տրամադրում ես օրինակ առողջությանը, ինքը կլինի 10 բալ։ Այս մեջտեղում դնում ենք մի հատ կետ։ Եթե տալիս ես առողջությանը, չգիտեմ, տեսեք, քանի րոպե ժամանակ օրվա մեջ, հաստատ 10-15 րոպեից ավել չենք տալիս մեծ մասս, եւ դա կլինի օրվա նայեք շատ մինիմալ հատվածը։ Ամեն դեպքում նշեք ըստ ձեզ ինչքան եք տալիս ձեր առողջությանը ժամանակ։ Ինչքան եք տալիս ժամանակ փողին, աշխատելուն, հա, եթե նայենք այսօր բոլորս վազքի մեջ ենք, ոնց փող աշխատենք, ոնց հասցնենք, ինչքան ենք կարիերային աճին տալիս, հետո ինչքան ենք զբաղմունքին, ուսուցմանը, ինչքան սիրուն, մի խոսքով, այս բոլոր ոլորտները եթե նշում ենք, եւ եթե այդ կետերը իրար ենք միացնում եւ արդյունքում ստանում ենք գոնե քիչ թե շատ օղակի նման պատկեր, ուրեմն ներդաշնակություն կա։ Բայց եթե ես գիտեմ, որ մեծամասնության մոտ աշխատանքը քաշելու է իր վրա մոտավորապես 9-10 բալ, առողջությունը կբերի մի 2-3, չգիտեմ, ընտանիքը կարող է բերի 4-5, հա, եւ կլինի ինչ որ քառակուսի կամ ինչ որ խզբզված, ոչ բալանսավորված, այսինքն մենք անիվ չենք ունենա։ Անիվ չէր սենց։ Անիվ չեղավ։ Որ կողմը տարավ։ Դե կարիերա մեկ էլ ընտանիք։ Ընտանիք, տեսեք։ Ընտանիք տուն։ Կնոջ համար հայկական իրականության մեջ այս երկուսը հələ դեռ վերջից։ Տուն, ընտանիք, թորնիկներ։ Բնականաբար, այո։ Մեր անձնական աճին, հոգևոր զարգացմանը, ուսուցմանը նույնպես անհրաժեշտ է ժամանակ տրամադրել։ Ես ուզում եմ, որ այսօր մեր լսարանը, մեր հետևորդները, մեր ունկնդիրները հասկանան այդ 10 բալանոց սիստեմում որքան են գնահատում իրենց առողջությունը, ինչքան տեղ ու ժամանակ են տալիս իրենց կյանքի մյուս ոլորտները, եւ որն է քաշում դեպի իր կողմ ձեր ռեսուրսը, եւ արդյոք հոգնած է լինում ու հիվանդ ձեր օրգանիզմը օրվա վերջում։ Այսա տալիս եմ ձեզ մտածելու համար։ Իրականում կան շատ հեշտ, թեթև, ոչ ժամանակատար մեթոդներ վերականգնելու համար այս բալանսը։ Եվ մեր այս եթերները լինելու են ուղղված հենց նրան, որ կարելի է դիմել մասնագետներին, կարելի է ինքնուրույն սովորել, ինքնուրույն ընկալել ու հասկանալ կյանքի որ ոլորտն է տուժած, կաղում ձեր կյանքում եւ ինչքան հնարավորություն ունենք նրա մեջ ներդնել մեր ռեսուրսը աճեցնելու համար այդ թույլ ոլորտը։ Եվ հիշեք, երբ որ կա ներդաշնակություն, կա կյանքում հանգստություն։
չկա վազքի մրցակցության, անդադար գոյատևման այդ պայքարի զգացողություն, վախ, տագնապ, անհանգստություն, որ այսօր դարի հիմնական խնդիրն է։ Նաև հետո մեր մյուս եթերների ժամանակ, մեր մյուս հյուրերի հետ մենք կբարձրաձայնենք եւս բազմաթիվ թեմաներ, որոնք որ գիտեմ, որ ձեզ համար շատ կարեւոր են։ Անգամ փոխաշխատելը ինչպես է կապված ձեր մարմնի էներգիայի հետ։ Ես դա միշտ ասել եմ։ Եթե մարմնի ներսում չկա էներգիա, դուք ուժ չեք ունենալու աշխատելու։ Դուք ուժ չեք ունենալու ստեղծագործելու, նույնիսկ զգալու այն ամենը, ինչ կա ձեր կյանքում։ Եվ նույնիսկ չեք կարողանալու շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչը որ ունեք այսօր։ Մարիա ջան, ինչի համար կարող ես այսօր շնորհակալություն հայտնել։ Այսօր շնորհակալություն հայտնում եմ նախ մեր երկրի, մեր զինվորների համար, դա առաջին, ընտանիքի, աշխատանք ունենալու, շնորհակալ եմ արարելու, որ կարող եմ օգնել, այս որ շատ շնորհակալ եմ, այո, ստեղծագործելու եւ օգնելու շատ մարդկանց գտնել իրենց առողջությունն ու բալանսը իրենց կյանքում, իրենց կարողանանք վերագտնել։ Այսինքն Մարիա դու համարում ես, որ դու քո կյանքի միսիան, քո գործունեության այդ ճիշտ ճանապարհը գտել ես։ Այո, ես կարող եմ ասել, որ գտել եմ։ Ուրախ եմ Մարիա ջան, ես նույնպես շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ այսօր ձեզ հետ կիսվելու այն գիտելիքներով, այն փորձով, որ ինքս եմ ձեռք բերել, եւ այն փորձով, որով կիսվելու են մեր բոլոր հյուրերը։ Մնացեք մեզ հետ, հետևեք հաջորդ մեր եթերներին, որովհետև հաստատ լինելու են բազմաթիվ թեմաներ։ Ուղղեք ձեր հարցերը, որ ոլորտն է ձեզ առավել հետաքրքրում։